Բարի շաբաթ, սիրելի քույրեր եւ եղբայրներ, ուրախ ենք միասին տարվա վերջին շաբաթ օրը անցկացնելու Աստծո տանը։ Ժամանակը ինչպես է թռչում, չէ՞։ Այսօր անցնող տարվա վերջին շաբաթ օրն է։ Ինչ մտքեր ենք ունենում մենք, երբ որ մոտենում ենք նոր տարու։ Հակասական մտքեր են համակում մեզ, ոմանք երևի չեն էլ մտածում այդ մասին, չէ՞։ Բայց չգիտեմ ինչու ամեն անգամ, երբ որ տարին մոտենում է իր ավարտին, ես մտածում եմ այն ժամանակների մասին, երբ մարդկության պատմությունը պետք է մոտենա իր ավարտին։ Եվ երբ որ գալիս է նոր տարին, սկսում է նոր սկիզբ, մեր մտքերը դառնում են նրան, ինչպես պետք է ամեն ինչ սկսվի նորը մարդկության համար։ Գա մի օր, սիրելիներ, երբ մենք վերջին շաբաթ օրը կտոնենք այս երկրի վրա։ Գա այդ օրը, թե ոչ։ Պատկերացնում եք վերջին շաբաթ օրը։ Եվ որտեղ մենք կլինենք, հաստատ այս դահլիճում չենք լինի։ Որտեղ կլինենք մենք, երբ վերջին շաբաթը գա այս երկրի։ Դրա հաջորդ շաբաթը մենք արդեն որտեղ կլինենք Աստծո ողորմածությամբ արքայության մեջ, ինչպես այսօր շաբաթվա դպրոցին խոսում ենք։ Ուրեմն Աստվածաշնչում նույնպես սիրելիներ, տարին հրեա ժողովրդի համար համարժեք էր մարդկության պատմությանը։ Երբ որ տարին մոտենում էր ավարտին, դա փրկության պատմության վերջն է, երբ որ սկսվում էր նոր տարին, ապա նոր կյանքը Աստծո արքայության մեջ։ Երևի սա է պատճառը, որ մարդիկ միշտ, երբ որ տարին մոտենում է ավարտին, ունենում են շատ այսպես հոգեթրթիռ զգացումներ, չէ՞, մտածում են ինչ որ լավ բան պետք է պատահի նոր տարում։ Մաղթում են իրար խաղաղություն, ուզում են ինչ որ լավ բաներ, նոր սկիզբ են ուզում մարդիկ։ Նկատել եք։ Ուզում են, որ ամեն ինչ փոխվի դեպի լավ, ուզում են, որ պատերազմներ չլինեն, ուզում են, որ անհաշտություններ չլինեն, որ մարդիկ իրար հետ բոլորը լավ լինեն, ուրախ ապրեն։ Սա հենց այնպես չի թանկագիններ, մարդու սրտում դրված է հավիտենական կյանքի տենչը, ցանկացած մարդու մեջ կա դա, ոմանք ճնշում են դա, ոմանք թույլ են տալիս, որ դա գործի։ Ուրեմն, եթե մենք ուզում ենք իմանալ հավերժական կյանքի սկզբունքները, թե ինչպես պետք է նոր սկիզբը դրվի, մենք պետք է գնանք դեպի հետ առաջին սկիզբը, ինչպես սկսվեց մեր երկրի պատմությունը, եթե հիշում եք նախորդ պատգամի ժամանակ, ես կիսատ թողեցի խոսքը, որ պետք է այսօր շարունակեմ, և շատերի խնդրանքով, ասեմ ձեզ, ինձ համար զարմանալի է, շատերը գրել են, որ ուզում են այս թեմայով լսել պատգամ, և մենք շարունակում ենք թեման կոչվում է հոգու աստվածությունը։ Անցյալ անգամ մենք խոսեցինք, որ Աստված հոգնակի է։ Աստվածություն գաղափարը Սուրբ գրքում հոգնակի է։ Եվ աստվածությունը ներկայացնում է իրենից քանի դեմք, քանի անձնավորություն, 3, եկեք նշենք։ Հայրը, Որդին և Սուրբ Հոգին։ Եվ նաև նշեցինք, որ այս գաղափարի հետ կապված են շատ կոնֆլիկտներ և պատերազմներ հենց քրիստոնեության մեջ, բախումներ, ընդհարումներ, անհաշտություններ, որտեղ շատերը կարծում են, որ աստվածությունը միայն հայրն է և վերջ։ Եվ մինչև այսօր գիտեք, նույնիսկ հրեա ժողովուրդը, որ Աստծո ընտրյալ ժողովուրդն է եղել, չի կարողանում ընկալել աստվածության այդ հոգնակի բնույթը։ Սկզբում ստեղծեց Աստված ինչը։ Երկինքն ու երկիրը։ Սկզբում Աստված։ Ով է Աստված։ Սկզբում ստեղծեց Աստված։ Իմիջայլոց բնօրինակում ստեղծեց բառը ավելի շուտ է գալիս, քան Աստվածը։ Երկինքն ու երկիրը։ Երկիրն անձև ու դատարկ էր, եւ խավար կար անդունդի վրա,
Եվ հաջորդ արտահայտությունը ինչ է։ Աստծո հոգին շրջում էր ջրերի վրա։ Հենց արարչագործության սկզբում, հենց առաջին խոսքերում մենք հանդիպում ենք ինչը։ Աստծո հոգին շրջում էր ջրերի վրա։ Կամ թևածում էր, մենք հայերեն ժամանակակից լեզվով կարող ենք ասել թևածում էր ջրերի վրա։ Ռախավ, այսպիսի բառ կա, չգիտեմ, արդյոք մոտիկ բառ կա արաբերենում կամ մյուս սեմական լեզուներում, ինչ է նշանակում շրջում էր հոգին։ Նշանակում հոգին շրջում էր ջրերի վրա։ Ինչ արտահայտություն է սա։ Ուրեմն, դա կարող է նշանակել թևերը տարածել մայր թռչունի նման եւ ինչ անել, պտտվել։ Դուք նկատել եք օրինակ, երբ որ մայր թռչունը վայր է իջնում իր բնի վրա, ինչ է անում սովորաբար։ Թևերը բաց, այսպես մի հատ պտտվում է, չէ՞, եւ հետո կամաց իջնում է իր բնի կամ ձագուկների վրա։ Նկատել եք, չէ՞։ Ուրեմն, այդ բառը, որ հայերենում մեր իմ թարգմանության մեջ շրջում էր, բոլորիդ մոտ է այդպես շրջել։ Շարժվում էր, կարող է լինել, այո։ Շարժում, թևածում էր։ Սավառնել, թրթռալ, այսպիսի թարգմանություններ կարող են լինել։ Ուրեմն, այս արտահայտությունը ուշադիր եղեք խնդրում եմ։ Սուրբ հոգին շրջում էր ջրերի վրա, խորհրդանշական արտահայտություն, այսինքն ունի խոր իմաստ եւ ներկայացնում է մայր թռչնի պտույտը իր ձվերի վրա։ Երբ որ, տեսեք, թուխսը մայր թռչունը, տեսել եք թուխս, ովքեր են տեսել, հայերեն թուխս են ասում։ Թուխսը, որ նստում է իր ձուի վրա, չէ, ինչ է անում ինքը։ Տաքացնում է, չէ, ձուն, որպեսզի հետո այդ ձուն կոտրվում է եւ ձագուկները լույս աշխարհ են գալիս, չէ։ Այս պատկերը օգտագործված է ցույց տալու համար, որ Սուրբ Հոգին հիմա, երբ որ թևածում է ջրերի վրա, հիմա պետք է ինչ-որ կյանք ստեղծվի, աշխարհ ստեղծվի։ Այսինքն Սուրբ Հոգին ուղղակիորեն մասնակցում է արարչագործությանը։ Իհարկե չպետք է համեմատեք Սուրբ Հոգին, այսպես ասենք, էկ թռչնի հետ եւ այլն։ Սա չի հարցը։ Պարզապես պատկերը այն է, որ մայր թռչունը շուտով պետք է ստեղծի նոր կյանք եւ մինչ այդ ինքը թևածում է, նստում է, տաքացնում է եւ թրթռում է։ Օրինակ, կարծեմ մենք խոսել ենք այս մասին էլի նախկինում, եթե դուք հիշում եք, Աստվածաշնչում հաճախ է հանդիպում, որ Աստված ներկայանում է որպես մայր թռչուն։ Հիշում եք, չէ՞ այդպիսի դեպքեր։ Պետք է որ հաստատ հիշեք։ Հիմա մենք ձեզ հետ միասին մեկը կնայենք։ Օրինակ մայր թռչունի պատկերը օգտագործված է երկրորդ օրինաց գրքում, երբ որ Աստված այսպես է ներկայանում։ Ուրեմն դա Մովսեսի երգի մեջ է գրված, Մովսեսի երգը։ Դա ոգեշունչ երգ է, երբ որ Սուրբ Հոգով լցված Մովսեսը գրում է երգ, թե ինչպես է Աստված իրենց ազատագրել 32 գլուխը։ Բ օրինաց։ Գտակ 32 գլուխը։ Հետևեք ինձ, եւ ես կարդում եմ։ 11 համարում գրված է. Ինչպես որ արծիվը քրքրում է իր բույնը, շուռ է գալիս իր ձագերի վրա, տարածում է թևերը, վեր առնում նրանց, տանում է նրանց իր թևերի վրա, այդպես էլ Յահվեն մանածեց նրան, եւ նրա հետ օտար աստվածներ չկար։ Ցեք նույն արտահայտությունն է այստեղ օգտագործված։ Ուղղակի այստեղ թարգմանված է շուռ է գալիս։ Ձեր մոտ ինչպես է։ Պտտվում է, չէ՞։ Տեսնում եք, տարբեր տեղերում տարբեր ձևերով։ Ուրեմն մայր թռչունը մայր արծվի մասին է խոսքը, ճիշտ է, որ իր բնի վրա այդպես աստվածությունը երբեմն համեմատվում է մայր թռչունի հետ։ Այստեղ գրած է Յահվեն տարածեց։ Չէ՞։ Մանածեց։ Պտտվեց ծննդոց, առաջին գլխում գրած է հոգին շրջում էր ջրերի վրա։
Նկատում եք զուգահեռները։ Նկատեցիք։ Ուրեմն եւ թրթռալ արտահայտությունը, որ մայրը նստում, ինչպես են ասում, նույնիսկ ձայներ են հանում, այդպես տաքացնում է իր ապագա ձագուկներին, մինչև որ նոր կյանք ստեղծվի։ Մենք տեսնում ենք այստեղ Ծննդոց գրքում Աստված եւ գրած է Աստծո հոգի։ Շատերն ասում են, ուր էր Հիսուսը, Աստծո որդին։ Ինչու չկա Ծննդոց գրքում Աստծո որդին։ Եթե հաշվի են առնում, որ սկզբում Աստված ստեղծեց հայրն է, նրանք նկատում են, որ որդին չկա։ Բայց նոր կտականում մենք ունենք արծես նոր սկիզբ, նոր ծննդոց։ Նոր կտականի նոր ծննդոցը ո՞րն է։ Հովհաննեսի ավետարանը կարծես թե նոր ծննդոց լինի։ Նույն արտահայտությամբ նա սկսում է։ Սկզբում էր բանը, եւ բանը Աստծո մոտ էր, եւ բանը Աստված էր։ Հովհաննեսի ավետարանը, հիշեք, նա նոր ծննդոց է, նոր կյանք է երկրի համար, Քրիստոսի ծննդով, չէ, որ նա սկսում է, բայց նա ցույց է տալիս, որ Քրիստոսը այդ ժամանակ չի, որ ծնվել է, նա հավերժ գոյություն է ունեցել հավիտենական դարերի ընթացքում անցյալում, որտեղ է եղել նա, Քրիստոսը, հոր մոտ է եղել, եւ չի եղել մի ժամանակ, որ հայրը լիներ միայնակ, առանց նրա, եւ բանը Աստծո մոտ էր, եւ բանը Աստված էր։ Ուրեմն Հովհաննեսը իր ավետարանը սկսում է կարծես թե նոր ծննդոց գիրքը լինի։ Ուզում է ասել, որ Քրիստոսի գալով նոր սկիզբ է դրվել աշխարհի համար։ Պատկերացնում եք, երբ որ Քրիստոսը մարմնավորվեց, դա իսկապես նոր սկիզբ է այս աշխարհի համար։ Հիմա նոր արարչագործություն։ Նոր կտակարանում աստվածային էությունը, սիրելիներ, հետաքրքիր է շատ։ Ես չեմ հիշում, ձեզ ասել եմ, թե չէ նախկինում, նոր կտակարանում աստվածություն գաղափարը, հասկացողությունը օգտագործվում է 3 անգամ։ Ասել եմ ձեզ, թե չէ։ Օրինակ, անգլերենում, ովքեր անգլերեն են կարդում, դուք այդ բառը չեք հանդիպի, կհանդիպեք ամենայն հավանականությամբ Godhead, այդպես են ասում, աստվածությանը։ Հայերեն թարգմանության մեջ աստվածություն բառը 3 անգամ է գործածվում նոր կտականում։ Ձեր կարծիքով պատահական է, որ 3-ն է։ Հիմա եկեք նայենք մենք միասին այդ 3-ը։ Առաջին անգամ այդ արտահայտությունն օգտագործվում է Գործք առաքելոց գրքում Ղուկաս ավետարանիչն է։ Խոսում այդ մասին 17-րդ գլուխը, բացեք Ղուկասի Գործք առաքելոց 17-րդ գլուխ։ Եվ լսեք խնդրեմ, հիմա կկարդամ։ 29 համարում։ Որովհետև Աստծո ազգից ենք, պետք չէ համարել, թե աստվածությունը նման է ոսկու կամ արծաթի կամ քարի մարդու վարպետությամբ եւ մտքով քանդակված։ Նայեցիք բոլորը։ Ձեր մոտ ինչ է գրած այս աստվածություն բառի փոխարեն։ Օրինակ անգլերենում ինչ է գրած։ Ովքեր անգլերեն են կարդում։ Չեք հետևել ուրեմն։ Ես ուզում եմ, որ երիտասարդները հետևեն եւ ինձ ասեն։ Ինչ է գրած աստվածություն բառի փոխարեն։ Բոլորիդ մոտ հայերենով աստվածություն է, չէ՞։ Իսկ անգլերենով ով կարող է ինձ ասել։ Գործք 17:29։ Ինչ է գրած։ Գործքը acts։ Այո, կներեք, ես էի մոռացել։ Մինչև դուք կնայեք, ուշադիր նորից։ Godhead, այդպես է գրած։ Այո։ Godhead ինչ է նշանակում։ Ինձ համար դժվար է հասկանալ God
Աստված եւ հետ գլուխ։ Ինչևից է հայերենով աստվածություն է այդ գաղափարը։ Աստվածություն։ Ինչ է նշանակում աստվածություն։ Աստվածային էություն, աստվածային բնություն եւ ընդհանրապես աստվածություն։ Հիմա տեսեք, այդ արքիրը նա է սիրելիներ, որ այս 3 տեղերը, որ մենք հիմա ձեզ հետ կկարդանք, նույն բառը աստվածություն, որ անգլերենում կլինի Godhead, չգիտեմ, արաբերենում ինչպես է զավեն եղբայր։ Աստվածություն, չէ՞։ Այդ 3 բառերը, որ մեր բոլորի մոտ թարգմանված է այդպես, բնօրինակում ունեն տարբերություն իրարից։ Սա շատ կարևոր է, նշեք ձեր մոտ, խնդրում եմ։ Հիմա, ինչ է ուզում ասել այս արտահայտության մեջ Պողոս առաքյալը։ Աստվածությունը նման չէ ոչ ոսկու, ոչ արծաթի, ոչ քարի, մարդու վարպետությամբ եւ մտքով քանդակված։ Սա հզոր, ուրեմն, վկայություն է ամեն տեսակ կռապաշտության դեմ, որ մարդը ինքն է ստեղծում Աստված պաշտելու համար։ Այն բոլոր, չգիտեմ, թալիսմաններ են, այն բոլոր աչքուլունքներ են, չէ՞, ինչ մենք որ խոսում էինք այսօր, այն սրբապատկերները, այն բոլոր առարկաները, քանդակները, արձանները, որին մեր հայ ժողովուրդը սիրում է երկրպագել եւ պաշտել, Պողոս առաքյալն ասում է, աստվածությունը դա չի։ Ոսկուց, չգիտեմ, զարդարում են վերջերս մեր Նոյեմին նկար էր ուղարկել Կանադայից, այնտեղ Նոտր Դամ կոչվող եկեղեցի կա, երբ որ ես նայեցի, դա եկեղեցու տեսք չուներ, դա մի շքեղ թանգարանի նման էր, ամեն տեսակ ճոխություն եւ գիտեք շատ ճոխու թանկ։ Դասում էի մարդիկ, որ գնում են այնտեղի, չի են երկրպագում այդ արքիրը, այդ արձաններին, սրբապատկերներին, թե ինչի։ Ուրեմն, աստվածությունը դա չէ, ասում է Պողոս առաքյալը։ Այն ոսկուց չի քանդակվում։ Ոսկե արձանները, սրբապատկերները, քարե քանդակները, ոչ էլ արծաթից, որ կապում են մարդիկ իրենց, չէ՞, վզերին եւ կարծում են, որ դա իրենց օշնում է։ Ոչ։ Ուրեմն, այս արտահայտության մեջ աստվածություն բառը հնչում է այսպես. Թեոս։ Շատ է լսեք հիմա։ Ես նաև դիմում եմ նրանց, ովքեր կասեն մեզ բիշ երկրներում եւ այլն, որ նշանակում է աստվածային էություն։ Աստվածային էությունը ոչ քարից է, ոչ ոսկուց է, ոչ արծաթից է, ոչ էլ որևէ բանից, որ մարդը իր մտքով կարող է ինչ անել, ստեղծել, քանդակել, պատկերացնել։ Ոչ։ Հաջորդը, որտեղ մենք հանդիպում ենք աստվածություն բառը, Հռոմեացիս առաջին գլխում է, որը դուք շատ լավ բոլորդ գիտեք։ Հռոմեացիներին առաջին գլխում, եկեք նայենք միասին։ Ուրեմն 20 համարում, այո։ Տեսեք նորից նույն Պողոս առաքյալն է բացատրում։ Իմիջայլոց հետաքրքիր է, որ այս արտահայտությունը ուրեմն Ղուկասն է օգտագործում եւ Պողոս առաքյալը կարդում ենք 20 համարը Հռոմեացիներին 1:20 նայեք հետևեք անգլերենով հիմա ձեզ որևէ մեկին հարց կտամ երիտասարդներ նայում եք որովհետեւ նրա աներևույթ բաները աշխարհի սկզբից ստեղծվածներով իմացվելով տեսնվում են որն է նրա մշտնջենավոր զորությունը եւ աստվածությունը այնպես որ անպատասխան մնան։ Բոլորիդ մոտ այդպես է, աստվածություն անգլերենում ինչպես է։ Նույնը Հռոմեացին 1:20 նույնն է, չէ՞։ Տեսեք։ Բայց նորից մենք կարդում ենք աստվածություն, բնօրինակում մի քիչ տարբեր է։ Գործ առաքելոցում Թեոս, այդպես է հնչում հունարեն բառը։ Այստեղ Թեոտես, բայց հայերենում նույն աստվածություն, չէ՞, անգլերենում նույն Godhead-ը։ Սա կարևոր է, հիշեք,
Սիրներ, սա ցույց է տալիս, որ աստվածություն գաղափարը ամեն անգամ օգտագործելիս հեղինակը տարբեր բառեր է օգտագործում։ Մեկ աստվածություն, տարբեր բառեր։ Հիմա կնկատեք։ Ինչ է ուզում ասել այստեղ, որ եթե դուք ուզում եք պատկերացնել աստվածությունը, չէ՞, Աստծո էությունը, բնությունը, պատկերացում կազմել պետք է նայեք ինչին։ Արարչագործությանը պետք է նայեք, ստեղծվածներին, նայեք երկնքին, աստղերին, մոլորակներին, բնությանը, ծովին, օվկիանոսին։ Ասում եք, դուք կարող եք պատկերացնել մի ոսկուց պատրաստված կուռքը ստեղծի մոլորակներ։ Կարող է դա անել սրբապատկերը։ Այսօր մենք խոսում ենք այդ մասին ժողովուրդ 21-րդ դարում զարգացած մարդիկ, չէ՞, կրթված։ Շատերը հավատում են, որ մի փոքրիկ պատկեր է, որ մարդը վերցրել, ձուլել է, քանդակել է, երկաթը ծռել է իր ձեռքերով, սարքել է, նկարել է, դա կարող է փոխարինել աստվածությանը։ Այո։ Այո։ Պատկերացնում եք, սա էլ 21-րդ դար, զարգացած մարդկություն, ազարավորները երկրպագում են այդպիսի պատկերների, մեր հայրենակիցները, հալիսմաններ են պահում, աչքոլունքներ են կախում իրենց տներում կամ սմբակի վրայի այդ բանն են, չէ, կախում տանդրներին, ուտրեմ, նայեք արարչագործությանը, նայեք աստղերին, ով է ստեղծել դա, անուններով գիտի Աստված աստղերի ամեն մեկի անունը, մոլորակների անունները, նա կանչում է դրանց ասում, հրամայում է, և երորդը, Կողոսացիս երկրորդ գլուխ, Պողոս առաքյալի թուղթը Կողոսացիներին։ Գտակ և երկրորդ գլխում 9 համարը պետք է կարդանք։ Հետևում եք բոլորը, Colossians, այդպես է կոչվում անգլերենում, երկրորդ գլուխ 9 համարը, որովհետև Քրիստոսում բնակված է աստվածության ամբողջ լիությունը մարմնապես։ Ճիշտ է, բոլորիդ մոտ։ Անգլերենում նույն բառն է։ Այո։ Ավո, նույնն է, Godhead, ապրեք, բայց էլի ուրիշ բառ է բնօրինակում օգտագործված։ Այո, նրանում ես ասացի Քրիստոսում, որ պարզ լինի նրան ով է։ Աստվածության ամբողջ լիությունը որտեղ է բնակվում, կամ ում մեջ Քրիստոսում։ Ինչքան ավելի պարզ կարելի է գրել, սիրելիներ, որ մի ամբողջ այսպես կոչված ժողովուրդ համարում է, որ Քրիստոսը ստեղծված էակ է։ Ինչքան պետք է մարդը կամավորապես կուրացնի իրեն, փակի իր աչքերը, մտցնի ավազի մեջ, հողի մեջ եւ ասի, որ Քրիստոսը ստեղծված է։ Ինչպես կարելի է էլի գրել, որ Քրիստոսը բառիս ամենալայն իմաստով ինչ է Աստված է։ Ուշադիր, մարմնի մեջ անգամ, մարմնավորապես Քրիստոսը չէ, նրանում բնակվում է աստվածության ամբողջ լիությունը։ Եվ այստեղ աստվածություն բառը նորից հայերենում այդ նույն բառն է բնօրինակում թեոտես։ Հիմա ես 3 բառերը կասեմ ձեզ, ուշադիր եղեք, որ հիշեք։ Թեիոս, թեիոտես, թեոտես։ Զգում եք, բոլորը տարբեր են բառերը։ Հայերենով եւ անգլերենով եւ մյուս լեզուներով ուրիշ ձևի չեն կարող ներկայացնել։ Ոնց հայերեն ասել այդ բառերը, դժվար է։ Աստվածությունը շատ դժվար է պատկերացնել։ Բայց 3 դեպքերում էլ, թեև մեր մոտ 1 բառ է թարգմանված, բնօրինակում 3 բառեր են, մի թեթև ամեն մեկը տարբերվում է մյուսից, որը ցույց է տալիս իրեն։ Սա շատ հստակ
ցույց է տալիս, որ Աստվածությունը 3 հանձնավորություններից է բաղկացած։ Ամեն մեկը տարբեր է մյուսից, եւ 3-ը միասին կազմում են մեկ Աստվածություն։ Մեկ Աստվածություն։ Եվ ընդ որում Քրիստոսի մեջ դեռևս մարմնում, երբ որ այս երկրում էր, չէ՞, մարդ որպես Աստվածության ամբողջ լիությունն է բնակվում։ Այսինքն չի կարելի ասել, որ նա փոքր Աստված էր կամ թույլ Աստված էր, չգիտեմ, ինչ ասես հորինում են, ներկայացնում են։ Ամենալայն, ամենաբարձր, ամենախոր իմաստով Քրիստոս Աստվածություն էր։ Մեր պարագայում իհարկե Սուրբ Հոգին է այսօր մեր ենթատեքստում կարևոր։ Ինչ ասենք Սուրբ Հոգու մասին։ Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին։ Քրիստոսն ասեց, ինչպես Հայրն է ինձ ուղարկել, այնպես էլ ես եմ ձեզ ուղարկում, աշակերտներին ասեց։ Հիշում եք։ Հայրը ուղարկել է Որդուն։ Որդին Աստվածությունը։ Եվ մարմնավորապես։ Հիմա սա շատ կարևոր է հստակ պատկերացնելու համար այդ 3 հանձնավորությունների փոխհարաբերությունները։ Եկեք մի հատ նայենք, կարդանք։ Բացեք խնդրեմ Եսայա մարգարեի գիրքը։ Եսայա 48-րդ գլուխը։ 48 Ինձ հետևեք խնդրում եմ բոլորդ, Աստվածաշնչերը բացեք, հեռախոսները բացեք, հետևեք, որ անպայման մի օր բախվելու եք այս խնդրի հետ։ Եվ ես կարդում եմ 16-17 համարները։ Ուշադիր, մոտեցեք ինձ, լսեցեք այս բանը, ես ծածուկ չեմ խոսել առաջուց, այս լինելու ժամանակից ի վեր ես այնտեղ եմ, եւ հիմա 16-17 Եվ հիմա Յահվե Տերն է ինձ ուղարկել եւ նրա ինչը եւ նրա հոգին։ Ում հեռախոսն է։ Եկեք անջատենք խնդրեմ։ Ուրեմն այստեղ շատ հետաքրքիր արտահայտությունը 5 տակարա։ Սա նաեւ հրեաների համար շատ կարեւոր կլիներ։ Ով է խոսողը այս պարագայում, ինչ եք կարծում։ Յահվե։ Խոսողը Յահվեն է, սիրելիներ։ Հիմա, եթե դուք նայեք, ուրեմն 12 համարը։ Ուշադիր լսեք։ Նույն տեղում 12 համարը։ Լսիր ինձ, ով Հակոբ, իմ կանչած Իսրայել, ես նույնն եմ, ես առաջինն եմ հենց, վերջինն էլ ես եմ։ Ում խոսքերն են սրանք։ Հիսուս Քրիստոսի հայտնության գիրքը հիշում եք։ Ես եմ առաջինը եւ վերջինը, նայեք հայտնություն, առաջին գլուխ 17 համար։ Ես եմ առաջինը եւ վերջինը, ասում է Հիսուս Քրիստոսը։ Ես վստահ եմ, որ դուք գիտեք, բայց ամեն դեպքում մեզ լսող մյուս ընկերների համար հայտնության առաջի գլխի 17 համարը։ Եվ երբ որ տեսա նրան, մեռածի պես ընկա նրա ոտքերի առաջին, եւ նա իր աջ ձեռքը ինձ վրա դրեց ու ասեց. մի վախենա, ես եմ առաջինը եւ վերջինը։ Քրիստոսի մասին է խոսքը։ Անկասկած։ Ուրեմն Քրիստոսը ասում է, տեսեք, Յահվե Տերն է ինձ ուղարկել եւ նրա հոգին։ Պատկերացրիք, Հայրը եւ հոգին։ Հստակ է թե ոչ։ Կա անհասկանալի բան այստեղ։ Չկա սիրելիներ, որովհետև խոսողը Իսրայելի Յահվե Աստվածն է։ Հիմա շարունակենք։ Մեր եղբայրը հիշեց, որ Սուրբ Հոգին նաև մեր բոլորի ուսուցիչն է։ Մեզ Սուրբ Հոգին է սովորացնում Աստվածաշնչից։ Այն ինչ որ մենք ընկալում ենք ձեզ հետ միասին, օրինակ մի բան լսեցինք եւ հասկացանք, չէ՞։ Դա Սուրբ Հոգին է անում, որ մենք հասկանում ենք։ Որտեղ նա ուսուցիչ է։ Նա այս գրքի հեղինակն է, իսկական հեղինակը, որովհետև
Սուրբ Հոգուց շարժված խոսեցին ովքեր մարգարեները։ Տեսնեք էլի այդ բառը շարժված։ Կարդում ենք, որ սկզբում Սուրբ Հոգին շրջում էր կամ շարժվում էր ջրերի վրա։ Սուրբ Հոգուց շարժված գրեցին մարգարեները։ Բ Պետրոս 1:20-21 համարները։ Նորից մենք տեսնում ենք, որ Սուրբ Հոգին մասնակցել է Աստվածաշնչի գրությանը, նա հեղինակն է, որովհետև Սուրբ գրքի հեղինակները ներշնչանքը ստացել են ումնից Սուրբ Հոգուց։ Բ Պետրոս 1 եւ 20 համարը, 21։ Նախ սա իմացեք, որ գրքերի ամեն մարգարեությունը իր հատուկ մեկնաբանությունը չունի, որտեղ երբեք մարգարեությունը չի տրվել մարդկանց կամքով, այլ Սուրբ Հոգուց շարժված խոսել են Աստծո մարդիկը։ Սուրբ Հոգուց ներշնչված գրել են մարգարեները Աստծո խոսքը, եւ դա նշանակում է, որ Սուրբ գրքի հեղինակը ով է, Սուրբ Հոգին, իսկ մեկնաբանը ով է, էլի Սուրբ Հոգին։ Ով հեղինակն է, նա կարող է ամենաճիշտը մեկնաբանել իր խոսքը։ Այդպես չի։ Ուրեմն Սուրբ Հոգին Աստվածաշնչի հեղինակն է եւ դրա ճիշտ մեկնաբանը։ Հիմա մենք սպասում ենք բոլորս վերջին անձրևի եւ այս անձրևները, որ մենք տեսնում ենք, մեզ հիշեցնում է վերջին անձրևի մասին։ Եթե դժվար չէ, շատ շոկ է ինձ համար։ Վախենում եմ այս շոկը իմ մտքերի հաջորդականության վրա ազդի։ Եկեք կարդանք, թե ինչ է գրված 5 կտակարանում Սուրբ Հոգու մասին, ուրեմն Հովել մարգարեի գրքում այն մեծ օրհնյալ խոստումը, որ մենք ունենք, Հովել մարգարեի գիրքը բացենք, խնդրեմ։ Այսօր մեզ համար քարոզը կլինի փոքրիկ ուսումնասիրություն։ Ոչինչ, հուսամ, որ դուք կհասցնեք հետևել եւ գտնել Հովել մարգարեի գիրքը, 2-րդ գլուխը, ուրեմն ովքեր գտել են Joel կլինի անգլերենով Joel գլուխ 2 եւ կկարդանք 23 համարը։ Եվ դուք, ով Սիոնի որդիներ, ցնծացեք եւ ուրախացեք ձեր Տեր Աստծով, որ կտա ձեզ ուսուցիչ արդարության համար եւ ձեզ համար անձրև կիչեցնի առաջին եւ վերջին անձրև առաջվա պես։ Հիմա մի հարց, պետք է շատ ուշադիր նայեք, խնդրում եմ։ Ուշադիր 23 համարը նայեք, անգլերենով էլ նայեք։ Ինձ մոտ գրած է, որ կտա ձեզ ուսուցիչ արդարության համար։ Բոլորիդ մոտ այդպես է գրված, թե ուրիշ բան կա։ Կա ուրիշ արտահայտություն, ինչ որ մեկի մոտ։ 23 համարը։ Ցնծացեք եւ ուրախացեք ձեր Տեր Աստծով, որ կտա ձեզ ուսուցիչ արդարության համար։ Ինչպես է գրված ձեր մոտ։ Ուսուցիչ բառը կա ձեր մոտ։ Ձեր մոտ չկա, անգլերենում ինչ է։ Որտեվ դուք այս նախադասությունը այդքան հասկանալի չի, ասեմ ձեզ։ Տեսեք ինչպես է։ Նայեք, ով Սիոնի որդիներ, ցնծացեք եւ ուրախացեք ձեր Տեր Աստծով, որ կտա ձեզ արդարության համար ենթադրենք եւ ձեզ համար անձրև կիչեցնի, առաջին եւ վերջին անձրև։ Ինչ է դա նշանակում։ Ինչ որ անհասկանալի է, չէ՞։ Այստեղ մորե բառ կա, այդպիսի բառ է օգտագործվում, մորե կտա ձեզ ուսուցիչ արդարության համար։ Որոշ թարգմանություններում ուսուցիչ բառը չկա։ Տենց էլ չիմացանք անգլերենում ինչա գրած։ Չմինչև դա պետք է նայեք։ Ցնծացեք եւ ուրախացեք Տիրոջով, որ կտա ձեզ ինչ։ Ինչ։ Ինքը տվել է պարզապես անձրև։ Ուրեմն արդարությունն էլ չկա։ Շատ բարի։ Հիմա ուշադիր եղեք։
այս բառը, որ մեր մոտ արդարությամբ կտա, անհասկանալի է, չէ՞։ Մեզ համար անհասկանալի է, ինչ նշանակում արդարությամբ կտա։ Այստեղ պետք է ուշադիր քննել տարբեր թարգմանություններ, որպեսզի այս միտքը, շարահյուսությունը լեզուն հասկանալի լինի։ Եվ այս թարգմանության մեջ հատ չէ սիրելիներ, որտեղ բառը մորե բառը բնօրինակի կարող է թարգմանվել ուսուցիչ եւ կարող է թարգմանվել որպես անձրև։ Մեկ մեր մոտ կա այդպիսի բառ հայերենում, որ երկու տարբեր բան կարող է նշանակել միևնույն բառը։ Օրինակ, սա ինչ է։ Ափը նաեւ ինչ է նշանակում։ Ծովի ափ, չէ՞։ Տեսեք, միևնույն բառը երկու տարբեր նշանակություն ունի։ Այստեղ նույնպես մորե նշանակում է եւ ուսուցիչ եւ անձրև կարող է նշանակել։ Հիմա տեսեք, երբ որ ասում է ձեզ համար անձրև կիչեցնի առաջին եւ վերջին, չէ՞, բացատրությունը հետո տալիս է 29 համարում ասում է ես կթափեմ իմ ինչը իմ հոգին կթափեմ։ Այդ թափեմ բառը արդեն ցույց է տալիս, չէ՞, որ կապված է ինչի հետ, անձրևի։ Իմ հոգին։ Ուրեմն 23 համարում արդարության ուսուցիչ արտահայտությունը ցույց է տալիս, որ Աստված ինքը կուղարկի ուսուցիչ, որը պետք է սովորեցնի։ Եվ երբ որ Քրիստոսը եկավ եւ ասեց. ես կգնամ եւ ձեզ կուղարկեմ ինչը, մխիթարիչը, Սուրբ Հոգին։ Այս խոստման առաջին իրականացումն էր։ Շատ եղեք։ Եվ նույնիսկ Հովել մարգարեից առաջ Եսայան է գրել այդ մասին։ Եսայան գրել է, հիմա նայեք, ես ձեզ ցույց կտամ 54-րդ գլուխի Եսայայի։ Մարդիկ կան ուսուցիչ չեն սիրում, չէ՞։ Ովքեր չեն սիրում ուսուցիչներ։ Դպրոց ովքեր չեն սիրում գնալ, ուսուցիչներին էլ չեն սիրում։ Եսայա 54:13 համարում ուշադիր եղեք ինչ է գրած։ 54:13 Այզայա, Եսայա։ Քո բոլոր որդիները ումնից պետք է սովորած լինեն։ Իսկ այդ Տերը ինչ արտահայտություն է, գիտեք։ Յահվե։ Յահվեից սովորած կլինեն։ Եվ ասում է, կուղարկի ուսուցիչ արդարության համար։ Ուրեմն Սուրբ Հոգին ով է։ Յահվե արտահայտությունը։ Ոչ։ Յահվեն վերաբերում է եւ Հորը, եւ Որդուն, եւ Սուրբ Հոգուն։ Այսինքն շատերը կարծում են, որ Յահվեն մենակ Հորն է վերաբերում։ Եհովան, այո, նույնը Եհովա մի քիչ այսպես ժամանակակից ձևով է արտահայտված, որովհետև այդ բառը 4 տառ է ընդհանրապես եբրայերենով, գիտեք, լսել եք։ Նրան ասում են տետրագրամատոն։ 4 տառ։ Յահվե, մոտավորապես այդպես, երևի արաբերենի նման։ Յահվե։ Հիմա այս բոլորը իրար հետ որ համեմատում եք սիրելիներ, տեսնում եք, որ Սուրբ Հոգին այն ուսուցիչն է, որ Քրիստոսը խոստացավ, որ պետք է գա։ Բայց մինչ այդ դեռ Հովել մարգարեն էր գրել, որ պիտի գա այդ ուսուցիչը։ Եվ նա պիտի կենթանացնի Աստծո խոսքերը հավատացյալների մեջ, որ նա կըմբռնեն, հասկանան։ Ասում են, նա կսովորեցնի ձեզ, նա կբացատրի ձեզ, նա կբարձրացնի իմ անունը, նա կփառավորի Աստծուն։ Ուրեմն այդ սովորեցնողը, այդ բառը կարող է նշանակել ուսուցիչ կամ սովորեցնող։ Հիմա ցույց տամ նույն բառը, այդ որ Հովել մարգարեին մենք կարդացինք, չէ՞։ Իսկ արդարության ուսուցիչ արդեն միտք կա դրա մեջ, թե չէ։ Կա, չէ՞։ Նա պիտի Քրիստոսի արդարությունը սովորեցնի։ Արդարության սկզբունքները, որոնք գրված են որտեղ։ 10 պատվիրաններում։ Սուրբ Հոգին պետք է սովորացնի արդարության ուսուցիչ արտահայտություն արդեն լրիվ միտք է բերում, make sense, ինչպես ասում են։ Աստված կուղարկի արդարության ուսուցիչ։
Եվ նա համեմատում է դա անձրևի հետ։ Անձրևը ոռոգում է, լուսցնում է, ծաղկեցնում է, այդպես էլ Սուրբ Հոգին կգա եւ Աստծո խոսքերը մեր մեջ կկենթանացնի, կհիշեցնի, կբացատրի, կմեկնաբանի, կլուսավորի։ Լինում է ձեր մոտ, երբ որ դուք մտածում եք մեկ առկայծում, հասկացանք միտքը։ Այո։ Հիմա շարունակենք, գնանք առաջ եւ համեմատենք Հոբ նահապետի գիրքը, ուշադիր, Հոբ 36-րդ գլուխը։ Հոբ, որպեսզի դուք պատկերացնեք, որ սա մեր մտքով հորինված բաներ չեն, այլ սրանք աստվածաշնչյան ճշմարտություններ են։ Հոբ 36-րդ գլուխը գտեք։ Գտակ Ջոբ է կոչվում, ոչ թե աշխատանք, այլ Հոբ։ Հոբ 36-րդ գլուխ։ Գտակ 36-րդ գլուխը։ 22 համարը պիտի կարդամ, 22 համարը։ Օգտագործված է նույն բառը, որը մենք կարդացինք Հովելի գրքում, որը մենք կարդացինք Եսայայի գրքում, եւ հիմա կկարդանք Հոբի գրքում։ Ուշադիր, տեսեք Հոբի մոտ ոնց է թարգմանված։ Տես, Աստված բարձր է իր զորությամբ, ով կա նրա պես ինչ։ Սովորեցնող։ Եվ նույն բառն է։ Սովորեցնող։ Եվ Տերը նույն Յահվեն է։ Ով կա նրա պես սովորեցնող։ Յահվե, Եհովա։ Հիմա մենք տեսնում ենք, որ Տիրոջ բոլոր զավակները ասում են Յահվեից պետք է ուսված լինեն, չէ՞, սովորած լինեն, Եսայան է գրում։ Այսինքն աստվածությունը ինքը պետք է սովորեցնի մարդկանց, հեղինակը Սուրբ գրքի պետք է սովորեցնի, որ ինքը Յահվեն է։ Եվ հիմա գնանք մեր Տիրոջը Հիսուս Քրիստոսին եւ անցնենք նոր կտակարան։ Հիշեք այս 3 գլուխները։ Շատ կարևոր է, որ դուք չմոռանաք։ Հովհաննեսի ավետարան 14, 15, 16։ 3 գլուխ կհիշեք։ Եթե դուք ուզում եք Սուրբ Հոգու էության, բնության, նրա ծառայության մասին խորը ուսումնասիրություն, նոր կտականում հիշեք 3 գլուխներ։ Հովհաննես 14, 15, 16։ Սա այն գլուխներն են, որտեղ ինքը խոստանում է Քրիստոսը, որ պետք է ուղարկի մխիթարիչ։ Հիմա Հովհաննես 14-ը գնանք առաջինը, սիրելիներ։ Եվ կարդանք 13 համարից։ Հետևում եք ինձ։ John 14:13-ից։ Ինչ որ խնդրեք իմ անունով, ես դա կանեմ, որ հայրը փառավորվի իր որդուն։ Եթե իմ անունով մի բան խնդրեք, ես կանեմ։ Եթե ինձ սիրում եք, իմ պատվիրանները պահեցեք, եւ ես հորը կաղաչեմ, եւ ուրիշ մխիթարիչ կտա ձեզ, որ մնա ձեզ հետ հավիտյան։ Ում է խոստացված մխիթարիչը այստեղ։ Ում է խոստացված, ուշադիր հարցը դրված է։ Ովքեր են մեզը, մենքը։ Նայեք տեքստին, այո։ Եթե սիրում եք իմ պատվիրանները պահեցեք, եւ ես հորը կխնդրեմ, որ ինչ որ մխիթարիչը, ուրեմն մխիթարիչը կարող է գալ միայն ում մոտ, ովքեր սիրում եւ պահում են Աստծո պատվիրանները։ Սա մեկ, հաջորդը, ինչ է նշանակում մխիթարիչ։ Այս ինչ բառ է։ Անգլերենում ոնց է comforter։ Եք հետևում երիտասարդներ, անգլերեն։ Ինչ։ Advocate, ապրեք։ Advocate ինչ է նշանակում։ Advocate, բարեխոս, էլ ինչ, հաստաբան, չէ, lawyer-ին չեն ասում advocate։ Այո, տեսեք ես բոլոր արտահայտությունները, բնօրինակում, հունարեն, մխիթարիչը կոչվում է պարակլետոս, ասել եմ ձեզ, պիտի հիշեմ, սրանք կարևոր են, սիրելիներ, որտև մեզ համար պետք է պարզ լինի, թե գրողը, որ գրել է տողերը, չէ, ինչ է նկատի ունեցել այդ բառի տակ, չէ,
Օրինակ, եթե մենք հայերեն մի բառ ասենք, ամերիկացին չի հասկանա։ Օրինակ, երբ որ դուք մի հատ շատ լավ իրադարձություն եք ունում ձեր տներում, ասենք ծնվում է նոր երեխա կամ ամուսնություն է տեղի ունենում, հայերը իրար ասում են ինչ? Ասում են աչքդ լույս լինի։ Դե արտահայտությունը ասեք անգլերեն։ Կհասկանա ամերիկացին։ Չի հասկանա։ Դրա համար Սուրբ գրքի ուսումնասիրողը պետք է իմանա, թե հեղինակը ինչ է նկատի ունեցել, երբ որ գրել է մխիթարիչ։ Ինչ է դա նշանակում այն մարդկանց համար, ովքեր այն ժամանակ ապրել են։ Կարևոր է թե չէ։ Այո։ Հիմա այդ մխիթարիչը պարակլետոս հունարեն բառը հայերենով թարգմանվում է տարբեր բառերով։ Տարբեր բաներ կարող է նշանակել։ Մի կողմից դա կարող է նշանակել ինչ։ Մխիթարիչ, մյուս կողմից կարող է թարգմանվել ինչ։ Ուսուցիչ, էլ ինչ կարող է թարգմանվել։ Աստաբան, բարեխոս, էլ ինչ։ Այո, ես գրել եմ ինձ մոտ, ուրեմն օգնական կարող է նշանակել նաև օգնական։ Միջնորդ, բարեխոս, խորհրդատու կամ խորհրդական։ Ցեք ինչքան արտահայտություններ կա, որ հայերենով կարող եք թարգմանել եւ կլինի ճիշտ։ Օրինակ, եթե Քրիստոսն ասեր. Ես հորը կաղաչեմ եւ մի ուրիշ բարեխոս կուղարկի ձեզ, դա նույնն է, ոչ մի բան չի փոխվում։ Ուղղակի հարցն է, թե ինչպես է թարգմանիչը գրել այդ բառը։ Հիմա ուշադիր եղեք, ովքեր որ Սուրբ գրքի ուսանողներ են, Հիսուսն ասում է մի ուրիշ մխիթարիչ կուղարկի, մի ուրիշ բարեխոս կուղարկի ձեզ։ Այսինքն, եթե մեկ ուրիշն է, նախորդ ով է, ինքը, չէ՞, Քրիստոսը միակ բարեխոսն է, մեր եղբայրը լավ գիտի այդ բանը։ Միակ բարեխոսը Սուրբ Աստծո եւ մեղավոր մարդու միջեւ Հիսուս Քրիստոսն է, գրված է Նոր Կտակարանում։ Հիմա ուշադիր եղեք, Հիսուսն ասում է մի ուրիշ բարեխոս կուղարկի եւ հիմա բացեք Նոր Կտակարանում երկրորդ Հովհաննեսի թուղթը, Հովհաննեսի կներեք, Հովհաննեսի առաջին թղթի երկրորդ գլուխը, ուրեմն Հովհաննես երկրորդ գլուխը։ Իմ որդյակներ, առաջին համարը, սա գրում եմ ձեզ, որ չմեղանչեք, եւ եթե մեկը մեղանչի, բարեխոս ունենք հոր մոտ Հիսուս Քրիստոս արդարի։ Կարդացիք։ Այստեղ օգտագործված է պարակլետոս բառը։ Նույնը, այսինքն, եթե ես կարդամ այսպես առաջին համարը, եթե մեկը մեղանչի, մխիթարիչ ունենք հոր մոտ Հիսուս Քրիստոս արդարի, նույնը կլինի։ Ոնց որ այն ժամանակ։ Միևնույն բառն է օգտագործված, պարակլետոս։ Մի դեպքում դա վերաբերում է Սուրբ Հոգուն, այս դեպքում վերաբերում է ում Քրիստոսին։ Նկատում եք։ Ուրեմն Աստվածության մեջ այդպես է, սիրելիներ։ Աստվածությունը, երբ որ Հայրն է, Որդին է, Սուրբ Հոգին է, Աստվածություն է, այս բոլորը կարելի է օգտագործել ամեն մեկի համար։ Հայրը մխիթարիչ է, թե չէ։ Հայրը ուսուցիչ է, թե չէ։ Հայրը բարեխոս է, թե չէ։ Նու, հայրը կոնկրետ այս դեպքում ընդունում է բարեխոսությունը։ Բայց նույն բառն է Քրիստոս պարակլետոս, այսինքն մխիթարիչ, Սուրբ Հոգին եւ Քրիստոսը։ Եթե Քրիստոսը բարեխոսում է մեր համար, Սուրբ Հոգին էլ է բարեխոսում։ Որտեւ հենց սկզբում մեր երիտասարդները որ կարդացին, այնտեղ գրած են անբարբար հառաչանքով ինչ է անում Սուրբ Հոգին։ Բարեխոսում է։ Հռոմեացի 8-րդ գլխում հիշում եք որ կարդացիք սկզբում։ Բայց հետաքրքիր բառ էր օգտագործված, թեյմին է կոմոդ, անբարբար հառաչանքով, ինչպես էր դա, ինչու՞։ Ես նկատեցի ուրիշ ձևով էր։ Շեցիք Հռոմեացի 8-րդ գլխում, դուք որ կարդացիք, ինչ է գրած այդտեղ։ Հիմա կասեմ։ 26 համարը, 8:26։ Ինքը Հոգին անբարբար հառաչանքով բարեխոս է լինում։ Ինչպես է գրված ձեր մոտ։ Հռոմեացիներին 8:29։
26 կներեք։ Օգնում, չէ՞։ Տեսնում եք ինչ 26-ն եք, չէ՞, կարդում։ Չէ, էլի գնացեք, հոգին օգնում է եւ մինչեւ վերջ։ Անբարբար հառաչանքով բարեխոսում է, նույն համարում է։ Անմռունչ անարտասանելի հեծեծանք։ Դուք պատկերացրեք այն քրիստոնյա կոչեցյալներն ու հավատացյալները, ովքեր կարծում են, որ Սուրբ Հոգին ուժ է, ֆիզիկական ուժ, ինչպես է այդ ուժը հեծեծալու։ Դուք կարող եք պատկերացնել դա։ Անարտահայտելի, անարտասանելի, ինչպես է բարեխոսելու, ինչպես է հեծեծալու։ Սուրբ Հոգին ներկայացված է անձնավորության բոլոր հատկանիշներով։ Բոլոր, այնքան հստակ է, եւ ես իհարկե նույնպես զարմանում եմ, թե ինչպես կարող են կարդալ եւ մեկնաբանել այլ կերպով։ Ուրեմն, բացի Հիսուսից Պարակլետոս բառը նոր կտականում մխիթարիչ, բարեխոս, ադվոկետ, չգիտեմ, փաստաբան, խորհրդական, միայն Սուրբ Հոգին է։ Եվ հենց այդ Սուրբ Հոգու աստվածային պաշտոնն է, որ ինչ որ մի մարդ այս երկրի վրա զբաղեցրել է, որպես Քրիստոսի փոխանորդ։ Ում պաշտոնն է վերցրել իր վրա։ Ոչ, մարդը։ Մարդը վերցրել է իր վրա Սուրբ Հոգու եւ Քրիստոսի ամբողջ պաշտոնը, որովհետեւ միակ միջնորդը Աստծո եւ մեղավորի միջեւ Քրիստոսն է։ Հիմա ստացվում է, որ հազարավոր միջնորդներ կան, իդեմս, այսպես կոչված քահանաների, եպիսկոպոսների եւ այլն։ Եվ վերջապես, սիրելիներ, Սուրբ Հոգին, Պարակլետոսը, անվանված է Տեր, Կյուրոս, պարսկերեն, չէ՞ Կյուրոս, թագավորը, հիշում եք։ Հունարեն Կյուրոս նշանակում է Տեր։ Հիշում եք Պարսից թագավոր կար, Կյուրոս։ Կուրուշ են ասում, չէ՞։ Այո։ Կյուրոս նոր կտականում Քրիստոսին են ասում, որպես Տեր։ Նույնիսկ Շաբաթվա առաջին օրը այսօր կոչում են այդ բառով, չէ՞։ Կյուրեակի, որ ասում են, չէ՞։ Կյուրոս Տեր է նշանակում, բայց տերունական օրը որն է, Սուրբ գրքում միայն մեկ օր է նշված։ Կյուրեակի Տիրոջ օրը Դաշաթաթն է։ Ոչ մի անգամ Սուրբ գրքում շաբաթվա առաջին օրը չի կոչվել Տիրոջ օր։ Տեսնում եք թարգմանության եւ բառերի կարեւորությունը ինչքան մեծ է, սիրելիներ, չէ՞։ Նկատում եք դուք ես բանը։ Հիմա ավարտում եմ։ B Կորինթացիս թղթում Պողոս առաքյալը գրում է. Երկրորդ Կորինթացիս Ո՞й եղբորը մի քիչ ջուր տվեք խնդրեմ։ Ունես B Կորինթացիս երրորդ գլուխ հիշեք, խնդրեմ այս համարը նույնպես շատ կարևոր է, սիրելիներ։ Գտաք։ Ապրեք, որ գտաք։ Հիմա ես պետք է կարդամ 17-18 համարները։ Հետևում եք ինձ։ Ապրեք։ Որովհետև Տերն է ինչը։ Տերն է հոգին, որտեղ որ Տիրոջ հոգին է, այնտեղ ազատություն է։ Բայց մենք ամենքս բաց երեսով Տիրոջ փառքը ինչպես հայելու մեջ տեսնելով, նույն պատկերի նման կերպարանափոխվում ենք փառքից դեպի փառք, ինչպես թե Տիրոջ հոգուց։ Հիմա նորից պիտի դառնանք դեպի ձեր թարգմանությունները։ B Կորինթացիս գլուխ 3 համար 17-18 Տերն է հոգին, Կյուրոս բառը հիշեք։ Հաջորդը Մենք ամենքս բաց երեսով Տիրոջ փառքը ինչպես հայելու մեջ տեսնելով շատ եղեք խնդրում եմ։
Այստեղ ես պիտի ցույց տամ ձեզ մի շատ կարևոր պահ, որ շատ դժվար է ըմբռնել մեզ համար, բայց պիտի կարողանանք։ Նայեք։ Տեր բառը որն էր, որ ասեցի բնօրինակում։ Kyros։ Հիշեցիք։ Հիմա տեսեք քանի անգամ է օգտագործված այդ բառը։ Որտեղ Տերն է հոգին։ 1։ Որտեղ որ Տիրոջ հոգին է։ Պատկեր, Տերն է հոգին, Սուրբ Հոգուն է վերաբերում։ Տիրոջ հոգին, այս Տեր բառում է վերաբերում կոնկրետ։ Նկատում եք ինչ բառախաղ է։ Այնտեղ է ազատություն։ Մենք ամենքս բաց երեսով Տիրոջ փառքը։ Այդ որ Տերն է, որ գրված է այստեղ։ Ինչպես հայելու մեջ ենք տեսնում։ 18 համարում, տեսեք Տիրոջ փառքը, Տիրոջ հոգին, Տերն է հոգին, եւ վերջում գրված է մենք կերպարանափոխվում ենք փառքից դեպի փառք, ինչպես թե Տիրոջ հոգուց։ Ձեր մոտ բոլորիդ մոտ այդպես է ամենավերջի արտահայտությունը։ Տիրոջ հոգուց։ Անգլերենում էլ այդպես։ Ուրեմն հիշեք խնդրեմ։ Նորից։ Բնօրինակում այդպես չի հնչում։ Բնօրինակում հնչում է այսպես։ Նույն պատկերի նման կերպարանափոխվում ենք փառքից դեպի փառք, ինչպես հոգուց, որ Տերն է։ Հոգին Տերն է։ Տեսեք, սկզբում ասում է Տերն է հոգին, վերջում էլ ասում է հոգին Տերն է։ Պատկերացրիք, ուրեմն Kyros արտահայտությունը, որ մենք կարող ենք ասել միայն հորը եւ միայն որդուն, այս դեպքում օգտագործում է ում վերաբերյալ Սուրբ Հոգու։ Ուրեմն երբ որ դուք ասում եք Տեր, դուք կարող եք ազատ ուղղել այդ արտահայտությունը Սուրբ Հոգու։ Աստվածությունը, սիրելիներ, այդպիսին է։ Հայրը, որդին եւ Սուրբ Հոգին եւ Յահվեն բոլոր երեքին է վերաբերում։ Եվ Kyros-ը բոլոր երեքին է վերաբերում։ Տեր արտահայտությունը։ Այո, բայց այդ մեկն էլ շատ սխալ են մեկնաբանում։ Մեկնաբանում են, որ մի անձնավորությունը ամեն անգամ տարբեր ձևով է դրսևորում իրեն։ Այնքան սպիրիտիզմ կա այդ ամբողջի մեջ, սիրելիներ, որ ես չեմ կարող։ Հիմա վերջին հարցը, ինչև ավարտեմ։ Ինչ եք կարծում, ինչու է այսօր չարը այդքան լրջորեն հարձակվել Սուրբ Հոգու հաստատության վրա։ Ինչ նպատակ է հետապնդում նա։ Այսքան մեր ասացի համատեքստում պատկերացրեք, ինչու նա ուզում է խառնել այս հարցը Սուրբ Հոգուն, ինչպես ասում են, հեռացնել ասպարեզից։ Որ տարբերություն դնենք էլ ինչի է։ Հիշեք, ինչ որ խոսել ենք ձեզ հետ այսօր արդեն, այո, Աստծուց խնդրում ենք, որ Սուրբ Հոգին մեզ տա, դժվարությունը ինչու է։ Այո, հենց այդ եմ ասում, երբ որ ասում են մեկ, հասկանում են, որ դա մեկ անձնավորություն է։ Սխալը դա է, մենք հավատում ենք, որ 3 անձնավորություն է։ Պատկերացրիք, չէ՞։ Սա է ամբողջ խնդիրը։ Հիմա տեսեք, ամենախոր, ամենավերջին ուրեմն նպատակը չարի այս հարցում, որ ինքը հավաղել է, այդքան սա է, սիրելիներ։ Գրված է ուրեմն 19 համար Եսայա 59-րդ գլխում։ Եսայա 59 19 Ես կկարդամ եւ փորձեմ ձեզ կարճ բարձաբանել։ Բացեցիք Եսայա 59:19 Եվ պիտի վախենան Տիրոջ անունից արևմուտքից եղողները եւ նրա փառքից արևելքից եղողները։ Եվ որ թշնամին գետի պես գա, Տիրոջ հոգին ինչ կանի։ Մեր մոտ գրածը կփախցնի։ Դրոշակ պիտի կանգնեցնի։ Ուրիշ կա թարգմանություն։ Տեսեք,
Մեր մոտ գրածա փախցնել, արևմտահայերենում գրածա դրոշակը կանգնեցնել։ Դրոշ, չէ՞։ Այո։ Այո, դրոշ պիտի բարձրացնի։ Տեսեք, սրանք կարևոր բաներ են։ Ինչ է ուզում ասել Եսայա մարգարեն։ Մեղքի դեմ կարելի է պայքարել եւ հաղթել այն միայն Սուրբ Հոգու միջոցով։ Հիմա պատկերացնում եք, թե ինչու այդ հարցակումները Սուրբ Հոգու անձնավորության վրա։ Եթե Սուրբ Հոգուն ասպարեզից հեռացրիք, ոչ մեղքի մասին ճիշտ պատկերացում կարելի է կազմել, ոչ Աստծո օրենքի մասին կարելի է ճիշտ պատկերացում կազմել, ոչ էլ պետք է հաղթել կամ պայքարել մեղքի դեմ։ Մեղքը տիեզերքի մեջ այդ ամենաչար վիրուսն էր, չէ՞, որ առաջացավ եւ դրանից Աստված ուզում է ազատել մարդկությունը։ Սատանան այդ աղբյուրն է ուզում հեռացնել, որի միջոցով միայն մենք կարող ենք պայքարել մեղքի դեմ։ Սուրբ Հոգին է, որ դրոշ է բարձրացնում, փախնում են չար հրեշտակները։ Սուրբ Հոգին է, որ լուսավորում է մեր միտքը եւ չար հրեշտակները կորցնում են իրենց ազդեցությունը մեր մտքի վրա։ Ուրեմն այո։ Ուրեմն Ալեքսն ուզում է որ կարդամ, որ չէ, ինձ հիշեցնելու է հետո անպայման։ Հռոմեացիներին 8:26 կկարդամ, դուք հետևեք խնդրեմ եւ կավարտենք սրանով։ Այսպես էլ Հոգին օգնում է մեր տկարություններին, որտեղ ինչի համար ենք աղոթ քանում, ինչպես արժանը չգիտենք, բայց ինքը Հոգին անբարբար հառաչանքով բարեխոս է լինում։ Կարդացել ենք արդեն Ալեքս։ Անարտասանելի, չէ, գրված էր հեծեծանքով։ Ուրեմն թող Աստված օրհնի մեզ սիրելիներ, որ մենք մեկընդմիշտ համոզվենք, հաստատվենք այս ճշմարտության մեջ, որ ոչ ոք երբեք չկարողանա մեզ խաբել, շեղել, մոլորեցնել այս հարցում։ Աստվածությունը երեք հանձնավորություն է։ Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի եւ բոլոր երեքն էլ լիարժեք աստվածություն են։ Ունեն նույն որակները, ամենազոր են, ամենագետ են եւ ամենագոյ են։ Գտնվում են ամենուրեք, կարող են գտնվել։ Եվ այսպես հիշենք, որ մեզ համար այս երկրում շատ կարևոր է Սուրբ Հոգին, որտեղ նա է մեզ սովորեցնում։ Ինչ որ մենք սովորում ենք ու հասկանում, դա Սուրբ Հոգին է անում։ Նա մեր մեջ կերտում է Քրիստոսի պատկերը, չէ, ասում է հայելի մեջ նայելով, փառքից դեպի փառք ինչ ենք անում։ Կերպարանա, փոխվում ենք։ Ով է անում դա։ Սուրբ Հոգին։ Ուզում ենք նմանվել Քրիստոսին։ Սուրբ Հոգին կօգնի մեզ այդ նմանությունը ձեռք բերել։ Ամեն։ Եկեք հիմա կանգնենք աղոթքի, սիրելիներ, եւ ավարտենք։ Օրհնյալ ես Տեր հավիտենական Աստված։ Քո էությունը այնքան խորն է, այնքան լայն է եւ այնքան բարձր, որ սահմանափակ մարդկային միտքը անկարող է լիովին ըմբռնել, բայց այն ինչ որ դու հայտնել ես մեզ քո խոսքի միջոցով, մենք ընդունում ենք հավատքով եւ հաստատապես դավանում ենք, որ մենք հավատում ենք Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն։ Եվ մենք գիտենք, որ երեք հանձնավորություններ միասին կազմում են մեկ աստվածություն եւ մենք մեր ամբողջ հույսը կապում ենք այդ ճշմարտության հետ, որտեղ եթե այս հարցում մենք սխալվենք, մեր դավանության ամբողջ կառույցը պետք է փլուզվի։ Խնդրում ենք օրհնիր, մեր հավատը զորացրու, եթե երբևէ կասկածներ ենք ունեցել այս հարցում, մեզ հաստատիր եւ հեռացրու այդ կասկածները եւ օրհնիր, որ Սուրբ Հոգին մինչև վերջ լինի մեր ուսուցիչը եւ մեր մեջ կերտի Քրիստոսի կատարյալ բնավորությունը։ Եվ թող այսուհետև եւ ընդմիշտ եւ հավերժական անվախճան դարերի ընթացքում փառավորվի Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին։ Ամեն։ Մենք ստեք խնդրեմ միասին